Սովորաբար դդմիկ շատերը չեն սիրում։ Ինչու, որովհետև չեն հասկանում, որ շատ օգտակար է։ Սիրելիներ, այսօր դդմիկով կոտլետներ ենք պատրաստելու, բայց տարբերվում են այն մնացած բաղադրատոմսերից, որ ունեմ իմ ալիքում։ Պատրաստելու ենք յուրահատուկ, նաև հավի կրծքամսով։ Յուրահատուկ բաղադրատոմս է, սիրելիներ, մնացեք իմ հետ։ Ողջունում եմ բոլորին, ինչպես եք թանկագիներս։ Ուրեմն, պատրաստելու ենք դդմիկով եւ հավի կրծքամսով կոտլետներ։ Շատ համեղ, յուրահատուկ, քանի որ հավի կրծքամսով պատրաստվող կոտլետները այդքան էլ հյութեղ չեն լինում, ճիշտ է, մենք այնպես ենք անում, որ հյութեղ լինեն, բայց ունի 4 հատկություն, չէ՞։ Բայց դդմիկով տարբերակը յուրահատուկ է, այսինքն երկուսը մեկում ենք պատրաստելու։ Ես վերցրել եմ մատղաշ, փափուկ, նուրբ դդմիկներ, ուրեմն իրար հետ կարելի է ասել երևի մի 300 գրամ էլ չի լինի։ Քերիչով սովորական անց ենք կացնելու, իսկ հավի կրծքամիսը մանր կտրատելու ենք, սոխի հետ բլենդով ենք անցկացնելու։ Հիմա կտեսնենք որքան հեշտ է պատրաստելը, սիրելիներ, սովորական քերիչով անց ենք կացնում, եթե շատ ջուր է պարունակում, ջուրը քամելու ենք, սիրելիներ։ Վերջ, այս գործը կատարեցի, ամենահեշտ կոտլետի տարբերակն է, սիրելիներ։ Հիմա ինչ ենք անում, միա ձեռքերս լվանա ու միսը կտրատում ենք։ Ուրեմն, սիրելիներ, ունեմ 150 գրամ հավի կրծքամիս, ինչու եմ կտրատում, որ բլենդով մանրացնելուց հեշտ մանրացվի, դժվարություններ չառաջանան, կարող եք աղալ, մսաղացով ուղղակի աղալ։ Ես ուղղակի մեծ մսաղացը չեմ հանում մի փոքրիկ մսի համար, որպեսզի ավելի հեշտ լինի, բլենդով սիրուն արագ տրորվելու է։ Սոխն էլ հենց միասին կանեմ ու վերջ։ Այսպես, սոխն էլ մաքրենք ու առաջ։ Սոխն էլ այսպես մանր ենք անում ու ավելացնում ենք բլենդի մեջ, սիրուն հարում ենք։ Վերջ, սիրելիներ, հարեցինք, վերջացրեցինք, ավելացնում ենք, իդեպ ես ասեցի, որ ջուրը չեմ քամում, եթե դուք ուզում եք ջուրը քամել, ես ուզում եմ, որպեսզի լավ հյութեղ կոտլետներ ստացվեն, եթե դուք ուզում եք ջուրը հյութը քամել, ամբողջ վիտամինները դեն նետել, կարող եք այդպես էլ անել։ Կարող եք սխտոր էլ ավելացնել, եթե ցանկանում եք համեմունքային, բայց սխտորը այս համն ու հոտը միանգամից կոտրում է, չեմ ուզում։ 1 ձու, ավելացնում ենք 1 ձու, սև պղպեղ, մի քիչ այսպես անեմ, որ Անահիտի համար հեշտ լինի նկարելը։ Մի քիչ առատ եմ սև պղպեղ անելու, որովհետև շատ համեղ է։ Կարմիր պղպեղ, սա քաղցր է։ Եվ 2 ճաշի գթալ, սիրելիներ, պաքսի մատ եմ ավելացնելու։ Եթե տանը պատրաստի չունեք, հացը չորացրեք եւ կամ բլենդով մանրացրեք կամ աղացով։ 2 ճաշի գթալը բավական է։ Իդեպ այս բաղադրատոմսի մեջ, քանի որ ամառային է, թարմ կանաչիներ ենք ավելացնելու, ոչ մի չոր բան չենք օգտագործում, մի քիչ համեղ, մի քիչ հայկական ռեհան, իտալական ռեհան, այսպես խառը համեր ենք ստեղծելու։ Իդեպ, սիրելիներ, քանի որ իմ բաղադրատոմսերը ես պատրաստում եմ Իտալիայից, իմ Իտալիայի տան խոհանոցից, բայց ոգեշնչված հայկականով, ամեն ինչ հայկականով, ավելի հետաքրքիր է ստացվում, ավելի համեղ է ստացվում։ Ինձ միշտ ասում են, ինչպես է չէ լինում, որ դու մտածում ես, պատրաստում ես Իտալիայում, բայց միշտ հայկական, ասում եմ, որովհետև սա հայկական ոչ է, իմ համար հայկական համ ու հոտ է։ Վերջ, սա էլ կտրատում ենք, ավելացնում, աղը մոռացանք։ Աղը չէի հանել, ու մեկ էլ աղ ենք անելու։ Աղը ամենակարևորն է, ըստ ճաշակի աղը։ Ու հիմա այս ամենը մի լավ տրորելու ենք։ Սովորական կոտլետի նման չի լինելու, սովորական կոտլետը ավելի պինդ չէ, տեսք ունի, սա գթալով ենք, կամ թեկուզ այսպես ձեռնոցներով ենք ավելացնելու, թավայի մեջ ու տապակելու ենք։ Իդեպ ստացվում է շատ հյութեղ, շատերը որ ներսից թաց է լինում, մտածում են հում է,
Սիրելիներ, հում չի։ Մարմանդ կրակին սիրուն տապակելու ենք, իդեպ կարելի է նաև ջեռոց ուղարկել ցանկության դեպքում, բայց տապակած ավելի համեղ է բնականաբար։ Այսպիսի տեսք պետք է ունենա, տեսեք։ Հիմա սկսում ենք տապակել, սիրելիներ, ես հենց ձեռնոցներով եմ, այդպես էլ կանեմ, որ գդալ չօգտագործեմ, այսպես փոքրիկ չափեր կվերցնեմ, կտապակեցնենք ու կտապակենք։ Թավայի մեջ ավելացնում ենք 1 ճաշի գդալ յուղ, սիրելիների դեպ օգտագործում եմ ռեդի յուղ, ռեդի յուղը շատ համեղ յուղ է, տեսեք տեսքը, որակը որքան լավ է, բուսական է, արտադրվում է Եվրոպայում, խոլիստերին չի պարունակում, այս յուղով շատ հանգիստ կարող եք տապակել, որովհետև հիդրոգենացված նյութեր չկան, իդեպ որ յուղը մնում է, երկրորդ անգամ կարելի է օգտագործել։ 1 ճաշի գդալը բավական է։ Սիրելիներ, հիմա երկու կողմից մարմանդ կրակին հանգիստ գեղեցիկ տապակելու ենք։ Վերջ սիրելիներ, պատրաստ են մեր կոտլետները, հիմա համտեսում ենք։ Այս ինչ համեղ է բուրում։ Շատ համեղ է, բարի ախորժակ բոլորիս անպայման պատրաստեք, ինձ էլ կգրեք ինչպես ստացվեց։